Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն Իսրայելին ուղղված իր ամենախիստ քննադատությունն է հնչեցրել, դատապարտելով Գազայի հատվածի վրա իրականացված զանգվածային օդային հարվածները, դրանք համարելով չարդարացված, Համասի դեմ պայքարում եւ այլևս անհասկանալի։ Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, այս մասին Մերցը հայտարարել է Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Գերմանիան Ուկրաինային մոտ 5 միլիարդ եվրոյի լրացուցիչ ռազմական աջակցություն կտրամադրի, Բերլինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ չորեքշաբթի հայտարարել են Գերմանիայի պաշտպանության նախարարությունից։ Իր հայտարարության մեջ նախարարությունը մատնանշել է ռուսական ավիահարվածները, որոնց արդյունքում սպանվել եւ վիրավորվել են բազմաթիվ քաղաքացիական անձինք, եւ մասնավորապես հանգեցրել քաղաքացիական ենթակառուցվածքների լայնածավալ ոչնչացման, հաղորդում է Reuters-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիևին Ադրբեջանի անկախության օրվա առթիվ։ Նամակում նշվում է, որ Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը, հակամարտության խաղաղ լուծումը կապահովի Հարավկովկասյան տարածաշրջանի ավելի բարեկեցիկ ապագա եւ ԱՄՆ-ի հետ համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի, գրել է Թրամփը։ ՌԴԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին ասում է ռուսական դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։ Մայիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև, ասում է ՌԴԱԳ հաղորդագրության մեջ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանի միջազգային օդանավակայան։ Նախորդին հաղորդվել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Էրդողանն ու Պակիստանի վարչապետ Շարիֆն օկուպացված Արցախում կմասնակցեն Քաշաթաղում նոր միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրակի հետ է խաղում։ Քելոգը կարծում է, որ դա անձնական խնդիր է։ Կարծում եմ, որ կրակը, որի մասին խոսում է Թրամփը, անձնական հարաբերություններն են, քանի որ Թրամփը շատ է գնահատում անձնական հարաբերությունները, ասել է նրա հատուկ ներկայացուցիչը Fox News-ի եթերում։ Ռուս-ուկրաինական հակամարտությունում կողմերի ընդհանուր կորուստները գերազանցել են 1.2 միլիոն, այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։ Նրա խոսքով այս ցուցանիշները զգալիորեն գերազանցում է երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ամերիկացի զինվորների թիվը։ ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալությունը մտահոգություն է հայտնել վերջին տարիներին Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության աճի կապակցությամբ։ Գլոբալ սպառնալիքների վերաբերյալ գործակալության վերջին զեկույցը ցույց է տալիս, որ Ռուսաստանին գրեթե հաջողվել է վերադարձնել Վրաստանի իր ազդեցության գոտի։ Գործակալությունը նշում է, որ կառավարությունը վրացական երազանք կուսակցության գլխավորությամբ ստեղծել է պայմաններ, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին ուժեղացնել իր ազդեցությունը երկրում, հատկապես անցյալ տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Ըստ հաղորդագրության Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները անցյալ տարի մնացել են լարված եւ Հայաստանը զգուշացրել է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից հնարավոր դուրս գալու մասին։ Փաստաթղթերում նաեւ ասում է Ռուսաստանը տեղեկատվական գործողություններ է իրականացրել վարկաբեկելու հայկական ժողովրդավարությունը եւ նրա առավել արևմտամետ ղեկավարությանը։